Նվազագույն աշխատավարձը հավասարեցվելու է կենսապահովման նվազագույն զամբյուղի։ Աճելու են պարբերաբար, այսինքն ինդեքսավորվելու են, այսինքն գնաճից ոչ պակաս յուրաքանչյուր տարի ավտոմատ օրենքի ուժով, այլ ոչ թե քաղաքական ցանկությամբ աճելու են։ Բազային կենսաթոշակը աճելու է առնվազն 50%-ով եւ պարտադիր կրկին ինդեքսավորվելու է գնաճի զուգահեռ։ Ձմռան ամիսներին ամբողջությամբ կփոխհատուցվեն սոցիալապես անապահով միայնակ թոշակառուների, ծայրահեղ աղքատ եւ երեխա ունեցող ընտանիքների գազի եւ էլեկտրաէներգիայի ծախսերը։ Մենք վերանայելու ենք էլեկտրաէներգիայի սակագնային քաղաքականությունը, որը նպատակաուղղված է լինելու իջեցնելու ցերեկային սակագինը։ Նվազեցնելու ենք գույքահարկը, այսինքն 2026 թվականի համար նախատեսված այս այլանդակ բարձրացումը չեղարկվելու է եւ կիրառելու ենք շքեղության հարկ, այսինքն հարուստ եւ գերհարուստները վճարելու են ցածր եւ միջին եկամուտ ունեցող նաեւ մարդկանց փոխարեն։ Կարճ ասած, սոցիալական համերաշխությունը ձևավորելու ենք նաեւ եկամուտների արդար վերաբաշխմամբ։ Համատարած այս հայտարարագրումը չեղարկվելու է, այն որ բոլորը աշխատող, չաշխատող, թոշակառու, ոչ թոշակառու, մասսայաբար պարտադրված հայտարարագրեր են տալիս, սա վերացվելու է։ Համոզված ենք, որ այս քայլերը անհրաժեշտ են սոցիալական պետությունը ամրացնելու մեր որդեգրած ճանապարհին։